Բոլոր պաշտոնյաների հայտարարները հրապարակվում են ամեն տարվա մոտավորապես ամռան ամիսներին, կտեսնեք, ոչ մի գաղտնիք չկա, հանգիստ եղեք։ Ես չեմ համարում դա պետական գաղտնիք եւ ես պատրաստ եմ հրապարակել, որ իմ հաշվին նստել է 678,000 դրամ պարգևավճար, որը ինձ համար անհասկանալի էր ու ես սկսեցի հարցումներ, թե այս ինչ գումար է նստել։ Մինչ իշխանական քաղաքացիական պայմանագրի պատգամավորները չեն բացահայտում ինչքան պարգևատրումներ են ստացել նախօրեին, ընդդիմադիր պատիվ ունեմից Թագուհի Թովմասյանը կոնկրետ թիվ է հնչեցնում՝ մոտ 680,000 դրամ։ Ընտրություններից առաջ կառավարությունը պաշտոնյաներին եւ պետական աշխատողներին 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևատրումներ որոշեց բաժանել նախորդ տարվա երկրորդ կեսի աշխատանքի համար։ 3.6 միլիարդ էլ ամանորի նախօրեին էին հատկացրել պարգևատրումներին։ Հայտարարագիրը կլրացնենք, կտեսնենք ամեն ինչը, այս պայն կոնկրետ թվերի չեմ տիրապետում որպես այդպեսին։ Քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չգիտեր ինչքան պարգևատրում է ստացել։ Փոխարենը ինչպես պնդում էր, լավ տիրապետում էր, թե ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր լրագրողներն ինչքան գումար են ստանում։ Ազգային ժողովի պատգամավորները միջինում վարձատրվում են այնքան, ինչքան վարձատրվում են ընդդիմադիր լրագրողները ընտրության սեզոնին։ Ասում եմ, այս պահին ուղղակի չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, կարանթուփ միջև իմ բանկը ուրիշ լինի, բան լինի, ստացած էլ չլինեմ, որպես այդպեսին, բայց։ Հա։ Չէ, այս պայն ասում կարող չեմ ստացել նույնիսկ հարկելի գործընկերներ, այդ բանկի բանը տարբերություն է։ Ազգային ժողովի նախագահի խոսքով պատգամավորների գումարը մոտավորապես համարժեք է միջին հայաստանցու աշխատավարձին։ Հաշվի առնելով, որ մենք պարլամենտական երկիր ենք, հաշվի առնելով են նյարդը, հաշվի առնելով են լարվածությունը, այն ամեն ինչի միջով անցնում է պատգամավոր, մեզ էլ պետք է դրանից բացի նաև կաթ եւ հաց ձրի տրվի։ Այսօր ոչ ուսուցիչը, ոչ զինվորականը մեզանից շատ պակաս առնվազն չեն ստանում։ Մենք մատերի վրա, լավ, երկու մատերի կարողա երկու հոգու մատերի վրա կարողանանք հաշվել այդքան բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ։ Մնացածը ստանում են միջին եւ ցածր աշխատավարձ։ Հետեւաբար պետք է առնվազն ազնիվ լինել ու ասել, որ ուղղակի մեզ այդ գումարը պետք է։ Թող ասեն, որ քաղաքացիական պայմանագիրը որոշել է, որ մենք պիտի լավ ապրենք պետության հաշվին։ Կառավարության հրապարակած փաստաթղթից միայն պարզ է դառնում, որ ազգային ժողովին 667 միլիոն դրամից մի քիչ ավելի գումար է հատկացվել։ Բայց թե պատգամավորներն ու խորհրդանի աշխատակազմի ամեն աշխատողն ինչքան պարգևատրում է ստացել, պարզ չի դառնում, անգամ ազգային ժողովի նախագահի որոշումից։ Այս հարցի պատասխանը պետք է հավելվածը տար, որն ազգային ժողովը չի հրապարակել։ Հարկատուների հաշվին միլիարդների պարգևատրումների մանրամասները կառավարությունը եւս հրաժարվել է բացահայտել։ Մերժել էին Ազատությանն ասել, վարչապետն ու նրա կաբինետը անցած տարվա երկրորդ կեսի համար ինչքան պարգևատրումներ են ստանալու։ Կառավարությունից պնդում են գումարը դեռ չի էլ փոխանցվել։ Առաջին փուլի պարգևատրումները մեծ աղմուկ էին բարձրացրել, երբ պարզվել էր վարչապետ Փաշինյանը չհաշված աշխատավարձը այդ հատկացումների հաշվին ըստ հետքի 12 միլիոն դրամ պարգևավճար էր ստացել, արդարադատության նախարարը 6-7 միլիոն։ Պետք է հստակ արձանագրել, որ սա ընտրակաշառք է, ուղղված պետական համակարգին, որպեսզի պետական ծառայողները ասեն, դե քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք ամեն ինչ շատ լավ է, մեզ բարձր պարգևներ էին տալիս, ուստի պետք է գնալ եւ ընտրել նրանց կամ պետք է աշխատել նրանց համար։ Այն մարդիկ, ովքեր որ հենց սկսում են ընտրությունների մասին խոսակցություն եւ իրենք հայտարարում են, որ ընտրություններին մասնակցելու են, իրենք իրավունք չունեն բարեգործություններ անել, այսինքն որևէ մեկը իրավունք չունի, բայց Նիկոլ Փաշինյանը ունի, ընդ որում մեր հաշվին, բյուջեի հաշվին, մեր հպարտ հարկատուների հաշվին։ Հակակոռուպցիոն փորձագետներն էլ ընտրությունների նախաշեմին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի ներդրման տակ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր տեսան։ Գումարը ստանում են, պետք է շնորհակալ լինեն։ Կան նաև հակակոռուպցիոն փորձագետներ, չակերտների մեջ, որոնք ասում են, որ թոշակ բարձրացնելը նախընտրական կաշառք է, կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել աբսուրդը։ Վարձատրության նոր մեխանիզմը ներդրվել է ամիսներ առաջ։ Նոյեմբերի ընտրության նախօրյակ է, տրամաբանությամբ ուրեմն 4 տարի առաջ էր ընտրության նախօրյակ։ Մարդը, որ լավ բարձրագույն կրթություն ունի, նախընտրում է աշխատել մասնավորի մոտ, զերծ մնալ լավ ու վատ լրագրողներից, հայհոյանքներից, անընդհատ ուղիղ եթերում ապրելուց եւ այլն եւ այլն։ Պարոն Սիմոյան, բայց եթե դուք այդքան դժգոհում եք այդ աշխատանքից, ինչի եք տենց ռեյտինգային իրար հետ մրցում, որ 50-ում հայ։ Հեշտ է, հա, իմ կյանքը։ Բայց Լուրջ եք ասում։ ազգային ժողով
Որովհետև դա իմ մասնագիտությունը, դա իմ կյանքն է, դա իմ ճակատագիրն է, դա իմ բնավորությունն է, դա իմ ամբողջ կյանքն է։ Ես սա շատ այո, բողոքում եմ, դժվար է, որովհետև դժվար է, որովհետև շատ անշնորհակալ, շատ անհասկացված դեպքեր են լինում եւ հետապնդումների ենք ենթարկվում մենք, մեր ընտանիքի անդամները, շատ անշնորհակալ, շատ անհասկացված դեպքեր են լինում եւ հետապնդումների ենք ենթարկվում մենք, մեր ընտանիքի անդամները, Պատգամավորի կամ պետական ծառայողի այո, դուք շատ ճիշտ, բաց չստանալ դրա համար միջին աշխատավարձ, նույնիսկ լինել քրքաշ, ճղված բանով, սառոճկաներով եւ գնալ երկիր ներկայացնել, պետություն ներկայացնել, ինչպես նաեւ կախված լինել ինչ որ օլիգարխներից, ինչ որ նախկինում թալանած պաշտոնյաներից եւ այլն։ Էդ է ձեր պատկերացրածը։ Ոչ, մեր պատկերացրածը դա չի։ Սա պետական թալան է, թույլ տվեք ասել Նիկոլ Փաշինյանի բառապաշարով, որովհետև եթե ինքը ասում էր, որ նախկինները թալանում էին, հիմա իրենք թալանում են մեր աչքի առաջ, իրենք վերցնում են բյուջեն ու բաժանում են իրենց մեջ։ Եթե դուք ուզում եք պետական ապարատին ոգեշնչել եւ մոտիվացնել, ապա շատ անարդար է, որ ազգային ժողովում շարքային աշխատողը ստացել է 40,000 դրամ պարգևավճար, բայց օրինակ Ալեն Սիմոնյանի խորհրդականները ստացել են 400,000 դրամ պարգևավճար։ Սա այո, ես այդ տեղեկությունները ունեմ։ Նախարարները ստացել են մի քանի միլիոն դրամ պարգևավճար, ընդ որում ամեն ամիս են ստանալու, իսկ օրինակ նախարարության շարքային աշխատողը կամ չի ստանալու, մեծապես չի ստանալու, որովհետև վարչության պետերից են սկսում պարգևավճարները, իսկ եթե ստանանել, մնացածները շատ ավելի ցածր տոկոսներով։ Հեռացող կառավարությունը, որը նաև վերընտրության է ձգտում, որոշել է, որ պետական աշխատակիցներին կպարգևատրի տարվա առաջին կեսին։ Ի տարբերություն նախորդի, այս անգամ ամեն ամիս 4 հավասարաչափ մասերով։ Այսինքն լիազորություններն ավարտող ազգային ժողովի պատգամավորները աշխատավարձից բացի դեռ 3 անգամ էլ մոտ 680,000 դրամներ կստանան։ Ազգային ժողովի նախագահը պնդում էր, դա մոտավորապես իրենց ամսական աշխատավարձի չափն է։ Պատգամավորի աշխատավարձը ըստ Թագուհի Թովմասյանի դրանից ավելի քիչ է։